մեր ժամանակի պարադոքսը։ Նա ասում է, մեր ժամանակի պարադոքսն այն է, որ ունենք բարձր շենքեր, բայց ցածր ներողամտություն։ Լայն մայրուղիներ, բայց նեղ հայացքներ։ Ավելի շատ ենք ծախսում, բայց քիչ բան ենք ունենում։ Ավելի շատ ենք գնում, բայց ավելի քիչ ենք ուրախանում։ Ունենք մեծ տներ, բայց փոքր ընտանիքներ։ Ավելի հարմարավետ պայմաններ, բայց ավելի պակաս ժամանակ միմյանց համար։ Ունենք ավելի լավ կրթություն, բայց ավելի քիչ խելամտություն։ Ավելի շատ գիտելիք, բայց ավելի վատ դատողություն։ Ավելի շատ մասնագետներ, բայց նաև ավելի շատ խնդիրներ։ Ավելի զարգացած բժշկություն, բայց ավելի վատ առողջություն։ Գիտենք ինչպես գոյատևել, բայց չգիտենք ինչպես ապրել։ Տարիներ ենք ավելացնում կյանքին, բայց չենք ավելացնում կյանք տարիներին։ Հասել ենք լուսին եւ վերադարձել, բայց դժվարությամբ ենք անցնում փողոցը դիմացի հարևանի հետ ծանոթանալու համար։ Նվաճում ենք տիեզերական տարածությունները, բայց ոչ մեր ներաշխարհը։ Մաքրում ենք օդը, բայց աղտոտում հոգին։ Ճեղքել ենք ատոմը, բայց ոչ մեր նախապաշարումները։ Ավելի շատ ենք պլանավորում, բայց քչին ենք հասնում։ Սովորել ենք շտապել, բայց ոչ սպասել։ Սա ժամանակն է մեծ մարդկանց եւ մանր հոգիների, արագ շահույթի եւ բարդ հարաբերությունների։ Սա ժամանակն է ընտանեկան եկամուտների աճի, բայց եւ ամուսնալուծությունների թվի ավելացման։ Գեղեցիկ տների, բայց եւ քայքայված օջախների։ Հիշեք, ավելի շատ ժամանակ հատկացրեք նրանց, ում սիրում եք, որովհետեւ նրանք ձեզ հետ հավերժ չեն լինելու։ Հիշեք եւ ջերմորեն գրկեք ձեր հարազատներին, որովհետեւ սա միակ գանձն է, որ կարող եք տալ ի սրտե եւ դա ձեզ գումար չի արժենալու։ Հիշեք եւ ասեք սիրում եմ քեզ ձեր սիրելիներին, բայց նախ իսկապես զգացեք դա։ Գրկախառնությունը, համբույրը կարող է բուժել ցանկացած ցավ, երբ գալիս է սրտից։ Հիշեք եւ բռնեք միմյանց ձեռքը, գնահատեք այն պահերը, երբ միասին եք։ Քանզի կյանքը չափվում է ոչ թե շունչ քաշելու եւ արտաշնչելու քանակով, այլ այն պահերով, երբ շունչդ կանգ է առնում։ Երբ սիրելիներիդ հետ ժամանակ ես անցկացնում եւ այդ երջանկությունից սիրելիս շունչդ կանգ է առնում։